ایران رو نمیشه مثل بعضی از کشورهای دیگه. Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին անդրադառնալով ԱՄՆ նախագահի խոսքերին, որը պարծենում էր Իրանի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծելով եւ պնդում, որ այն ոչնչացրել է, ասել է, խնդիր չկա։ Այդպես մտածեք, բայց ով եք դուք, որ ասեք, թե ինչ պետք է անի եւ ինչ չպետք է անի երկիրը, որ ունի միջուկային արդյունաբերություն։ Իրանի հոգևոր առաջնորդը ելույթ ունենալով տարբեր մարզաձևերի հարյուրավոր իրանցի չեմպիոնների եւ համաշխարհային գիտական օլիմպիադաների մեդալակիրների հետ, նրանց անվանելով աճի եւ ազգային ուժի դրսեւորման խորհրդանիշ, խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս հնչեցրած մյուս հայտարարությունների մասին։ Այս անձը փորձել է ոգեշնչել սիոնիստներին եւ ներկայացնել իրեն կարողունակ տարածաշրջանի Իրանի եւ Իրանի ժողովրդի մասին բազմաթիվ ստեր հորինելով եւ իր նողկալի վարքագծով, բայց եթե նա իրոք ունի կարողություն, ապա թող գնա եւ հանգստացնի միլիոնավոր մարդկանց, ովքեր ԱՄՆ բոլոր նահանգներում կարգախոսներ են վանկարկում նրա դեմ։ ԱՄՆ նախագահը օկուպացված Պաղեստին այցելելով եւ անհեթեթություններ ու գռեհկություններ արտաբերելով փորձել է հույս տալ հուսահատ սիոնիստներին եւ մարտական ոգիներ շնչել նրանց։ Գազայի պատերազմում Ամերիկան անկասկած սիոնիստական ռեժիմի հանցագործությունների գլխավոր գործընկերն է։ Ինչպես ԱՄՆ նախագահն ինքն է խոստովանել, որ մենք համագործակցում ենք այս ռեժիմի հետ Գազայում։ Իհարկե, եթե նա չասել էլ, դա պարզ է բոլորին, քանի որ այս պատերազմի ընթացքում Գազայի անպաշտպան ժողովրդի վրա թափված զենքերը պատկանում էին Ամերիկային։ Իմամ Խամենեին Թրամփի մյուս պնդումը, թե Ամերիկան պատերազմ է մղում ահաբեկչության դեմ, անվանեց նրա ստերի եւս մեկ օրինակ եւ հավելեց. Գազայի պատերազմում նահատակվել է ավելի քան 20,000 երեխա եւ նորածին, արդյոք նրանք ահաբեկիչներ էին։ Ահաբեկիչը Ամերիկան է, որը ստեղծել է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը եւ քաոս է տարածում տարածաշրջանում, եւ այսօր որոշ մարդիկ վերահսկողություն են հաստատել դրա նկատմամբ տարածաշրջանում եւ պահել այն իրենց օգտագործման համար։ Ձեր պնդումը, թե աջակցում եք Իրանի ժողովրդին, սուտ է։ Ամերիկայի երկրորդական պատժամիջոցները, որ շատ երկրներ նույնպես կիրառում են վախից ելնելով, Իրանի ժողովրդի դեմ են, ուստի դուք Իրանի ժողովրդի թշնամին եք, այլ ոչ թե նրա ընկերը։ Ձեր դիրքորոշումները սխալ են, իսկ շատ դեպքերում կեղծ եւ բռնությունից ելնելով։ Չնայած զորբայությունն ազդեցություն ունի որոշ երկրների վրա, սակայն Աստծո կամոք երբեք չի ազդի Իրանի ժողովրդի վրա։ ԱՄՆ նախագահն ասում է. «Ես ուզում եմ համաձայնագիր կնքել Իրանի հետ։ Հարկադրանքի տակ համաձայնագիրը համաձայնագիր չէ, այլ պարտադրանք։ Իրանի ժողովուրդը չի զիջի այդ պարտադրանքին։ Իրանի վրա անհնար է ազդել այդ պարտադրանքով, ինչպես որոշ այլ երկրների դեպքում։ Լավ, շարունակիր երազել, ծաղրացու»։ Քաղաքականապես կոռեկտ չի օգտագործել ռեժիմի փոփոխություն եզրույթը, բայց եթե ներկայիս իրանական ռեժիմը ի վիճակի չէ Իրանը կրկին հսկայական դարձնել, ապա ինչու չփոխել ռեժիմը, գրել էր Թրամփը ամռանը բռնկված եւ 12 օր տևած իրանական պատերազմի ավարտից հետո։ Հոկտեմբերի 18-ին Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ երկիրն այլևս կապված չէ իր միջուկային ծրագրին վերաբերող պարտավորություններով, քանի որ Իսլամական Հանրապետության եւ համաշխարհային տերությունների միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է։ Թրամփը թույլ տվեց վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, բայց Թեհրանն ինքը չի շտապում ընդառաջ գնալ արևմուտքին։ Չնայած Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածներից հետո տնտեսական ծանր վիճակին եւ պաշտպանունակության լուրջ անկմանը, Իրանը պնդում է, որ կշարունակի իր միջուկային ծրագիրը։ Արևմուտքը եւս նոր փաստարկներ չունեցավ, որպեսզի համոզի Թեհրանին գնալ փոխզիջման։ Ինչպես ցույց են տալիս Գազայի եւ Լիբանանի վերջին իրադարձությունները, նաեւ ամռանը իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումը, Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այն առաջնորդներից են, ովքեր ավելի շուտ կնախընտրեն հրթիռային հարվածը, քան երկարատև բանակցությունները, եւ Թեհրանի զիջումների հասնելու միջոցներից մեկը կարող է լինել այն հասցնելու պատրաստակամության ցուցադրությունը։ Երկրորդ իրանական պատերազմը սարերի ետևում չէ։ Գազայի վերաբերյալ համաձայնագրից հետո հաջորդ թիվ Թեհրանին կարող են պարտադրել խաղաղություն։ Ֆրիդա Ղազարյան, Կարիկ Արամյան, TV News։